Ողջույն բոլորին, այս տեսանյութում կտեսնենք, թե ով է գալիս ձեր կյանք։ Բայց պետք է նշեմ, որ ով էլ որ ուզում է գալ, միևնույն է շատ բան ձեզանից է կախված, դուք կթողնեք իրեն ձեր կյանք, թե ոչ։ Նույնն էլ այն տեսանյութը, թե որտեղ կհանդիպեք, դա ևս ձեզանից է կախված։ Թույլ կտաք այդտեղ հանդիպելու ժամանակ ինչ-որ մեկին ձեզ մոտենա, թե ոչ։ Թե այդպես ուղղակի կանցնի կգնա եւ վերջ։ Դե համար ձեզանից շատ բան է կախված։ 3 տարբերակ է, ընտրեք 3 տարբերակից որևիցե մեկը, որը ձեր ինտուիցիան ձեզ խորհուրդ կտա եւ դա լսեք։ Գուցե դե ամբողջը կարող եք լսել, բայց նաեւ կարող եք ուղղակի ձեր ինտուիցիային հետևել եւ տեսնել ով է գալիս ձեր կյանք, արդյոք ընդունել այդ մարդուն, թե ոչ։ Դուք մինչև ընտրեք, ես կխառնեմ։ Ահա։ Եթե չեք հասցնում, կանգնեցրեք, ընտրեք, հետո նոր կվերադառնաք։ Իսկ մենք տեսնենք ով է գալիս առաջին տարբերակի կյանք։ Ինչպիսին է նա, ինչ է ունենալու։ Գուցե նաև մեկ տարբերակում լինի մի քանի մարդ։ Մեկը սա սիրի, մեկը նա սիրի, եթե նկատում եք, որ այն ով որ եկել է ձեր կյանք, ինքը նման ունակություններ ունի, նման բաներ ունի, ապա նաև ընդունեք ձեր կյանք կամ չընդունեք, դուք կորոշեք։ Ինչ է հետաքրքիր մարդ է եկել։ Ով որ եկել է նա անմիջապես ձեզ կհրավիրի ընթրիքի կամ սուրճ խմելու, իդեպ ասեմ ինքը շատ այդպես հարուստ չէ, նա միլիոնատեր չէ, միևնույն ուղղակի աշխատավոր անձնավորություն է։ Սիրում է սովորել, խելացի մարդ է, ուսումը գնահատում է անպայման, բարձր զարգացվածություն ունի, նաև ամեն ինչով հետաքրքրված է։ Դե գիտելիքներ է լցնում իր գլխին, ուղեղում, ոչ թե ուղղակի հենց այնպես ապրում է։ Նաև սիրում է գնալ օրինակ անտառ, վրանի տակ քնել, այնտեղ մնալ, նման բաներ շատ է սիրում։ Եվ սիրում է համակարգչով կամ խաղալ, կամ նաև այդտեղ է աշխատում, դրանով է աշխատում։ Ինչ որ գործեր է անում համակարգչով, կամ սիրում է խաղալ։ Այսքան առաջին տարբերակի համար նաև ընտանի կենդանիներ ունի, կամ սիրում է պահել, կամ ունի։ Իսկ ընդհանրապես ովքեր որ կենդանիներ են պահում, իրենք բարի են լինում։ Ինչպես ասեմ։ Այսքան առաջին տարբերակի համար հետաքրքիր մարդ էր, մնացածը ձեզ եմ թողնում, գուցե ձեր կյանք արդեն ներխուժել է տվյալ մարդ, իսկ մենք գնայինք երկրորդ տարբերակը։ Ով է գալու երկրորդ տարբերակի կյանք։ Այդքան էլ ճիշտ։ Վերջերս քարտեր անելուց անընդհատ փռշտում եմ։ Ասածներս հաստատում եմ։ Հետաքրքիր է։ Ձկներ է սիրում որսալ։ Դե հուսով եմ իրական ձուկ։ Ոչ թե ուրիշ։
Շատ տեղեկություն չկա այս մարդուց, այս աղջկանից, այս կնոջից, կախված է թե ով է նայում։ Ցավոք սրտի իրոք, շատ տեղեկատվություն չկա։ Միայն այստեղ մեկը կա, որ փորձում է խանգարել։ Եթե ինքը մտնի, կարող է սիրահարված է թաքուն եւ բոլորի մասին վատն է խոսում, ձեր մասին նույնպես, եթե նա ձեր կյանք մտնի, ապա կարող է եւս էլի սկսի վատ բաներ խոսալ։ Եվ սիրում է սեփականություն, ընդունել որպես սեփականություն, այստեղ մարդը կամ կինը եթե ոնց որ փակ լինեք, ցույց չտաք ձեզ, այդպես, հին ավանդական տղամարդ կարող է լինել, իսկ կինն էլ որ ասի, վայ, այսին շորտիկ ես հագե, վայ, չգիտեմ ինչ, այդպես։ Նաև աշխատավոր է, այստեղ եւս սա ունենք, հա, սիրում է աշխատել։ Իսկ ով որ սիրում է աշխատել, դա ուրեմն հիանալի մարդ է, ասեմ։ Եվ գումար այդքան էլ չունի, աշխատում է, բայց հարուստ չէ։ Եվ ձկնորս է, սիրում է ձուկ որսալ, միգուցե ձկնորս է, միգուցե նաև ուղղակի սիրում է ձուկ որսալ։ Սա միշտ խառնում է մյուսի հետ, սա գալիս է ձեր կյանք, որպեսզի դուք ամուսնանաք իրար հետ։ Սա էլ կա, սա էլ եմ բաց թողել։ Ինքան ուշուշ եմ անում, որ քարտերը հետո չեմ հիշում։ Այսպես թե այնպես, հա, այստեղ սա եւս ցույց է տալիս, որ ուրիշ կերպ է վերաբերվելու ձեզ, չի սիրում այդքան, որ բաց հագնվեք, հա, սեփականություն որպես նաև տանը կարող եք սկեսուր ունենալ, միգուցե դա է, հա, սկեսուրն է դրթում, որպեսզի որ այդպես ավանդական ամեն ինչ լինի, ոչ մի խնդիրներ չունենա, կամ զոքանչ կարող եք ունենալ տանը։ Եվ դա հարսանիքի համար է նա գալիս, ամուսնության համար է նա գալիս, հենց այնպես չի գալիս ձեր կյանք, որ իրար հետ ամուսնանաք։ Չէ, սա դրանը չի։ Շփոթվել է։ Այստեղ սա սկեսուրինն է։ Սկեսուրինն է կամ զոքանչինը։ Այնպես որ նա կարող է, ինչ որ ձևով դրթում է, որպեսզի փակ հագնեք, դե սա նաև նարցիս է նշանակում, հա։ Ինչ որ բաներ չի թույլ տալիս։ Դե մի քիչ ինձ թվում է խիստ տղամարդ կարող է լինել կամ այն խիստ կանանցից, որ դե ընդհանրապես կույսերն են լինում, այդպես որ սա այդպես արը եւ կույսերի եւ կույսերի ընտանիքն էլ մի փոքր ավելի քանդվելու հնարավորությունը շատ մեծ է։ Պետք չի կարճել ամեն ինչից։ Այսքանն նաև երկրորդ տարբերակում, դա ինչ որ չափով ինքը հետաքրքիր մարդ էր, կապ չունի, որ խիստ է, դե շատերն են խիստ։ Դեպի մի քիչ տղամարդը պետք է խիստ լինի, մի քիչ ամեն ինչ վերցնի իր ձեռը, բռի մեջ, ոչ թե քիքիրիկ։ Տեսնենք երրորդ տարբերակը։ Դե չեմ ասում, որ ամեն ինչին հետևի, սա անի, նա, բայց ինչ որ չափով պետք է։ Տեսնենք երրորդ տարբերակում ով է գալիս ձեր կյանք։ Եվս այսքան խառնեցի, միևնույնն է, էլի սկեսուրը դուրս եկավ, նաև դա կարող է լինել զոքանչը, եթե սիրում եք զոքանչ, սիրում եք սկեսուր, ընդհանրապես լավ բան է սկեսուրը, որովհետև դուք ավելի շատ բան կսովորեք իրենից։ Գոնե որոշ չափով ըստ ինձ մարդը պետք է ապրի եւ հասկանա ընտանիքում ինչ է կատարվում, ինչ դիրք է դրված արդեն, նոր այդ տղամարդու հետ առանձնանա, կամ այդ կնոջ հետ առանձնանա, որովհետեւ դե ընդհանրապես դա կանանց է վերաբերվում, հա, տղամարդիկ շատ քիչ են ապրում զոքանչների հետ, նոր հետո առանձնանա եւ հասկանա այդ տղամարդուն ինչ է պետք, ինչ պետք է ինքը տա, ճիշտ է մամայությունից դուրս։ Միգուցե ինքը այնպեսի մի բան տա, որը իր մայրն էր տալիս իրան,
Եվ այդպիսով ընտանիքը քանդվի, որովհետև իրան մայր պետք չի, մայրը արդեն ինքը ունի։ Չէ, սա իրանը չի։ Ինքը վարդագույնն է, ասում ինչ-որ մի տեսակ չի համապատասխանում գլուխը մարմնի հետ։ Իսկ պետք է շատ անել այս քարտերը։ Գիտեք, այնքան ունեմ նման քարտեր, որ ես ուղղակի չեմ արել ու մոռացել եմ անգամ, որը ինչի համար է նախատեսված։ Բայց լավ քարտեր են, էլի բաց, վառ, գեղեցիկ քարտեր են։ Ուրեմն այստեղ սկեսուր ունեք կամ զոքանչ ունեք տանը, նաև սա ընտանիքի մարդ է, գալիս է հենց ընտանիք կազմելու համար, սիրում է տունը, ընտանիքը, երեխաներ, այդպես տան մարդ, տան կնիկ, տան մարդ, որ ընտանիք կստեղծի, կսիրի ընտանիքը, տունը, կվերադառնա տուն, որպես տուն, այդպես ընտանիք, ավելի լավ իրեն զգալու համար, հանգստանալու համար, այն մարդկանցից չի որ վայ, կողքերս նայեմ, սիրելի, միրելիներ, այդպես եւ իդեպ ասեմ օտարերկրացի կարող է լինել։ Այնպես որ պատրաստվեք։ Միգուցե օտարերկրում եք հանդիպում, միգուցե Հայաստանում եք հանդիպում, գալիս է Հայաստան հանգստանալու այդպես, ոնց որ տարբեր մշակույթներ կունենաք, տարբեր հավատք նաև կարող է լինել։ Օտարերկրացի եմ մի խոսքով։ Պատրաստ եղեք ընդունել։ Մնային դեպս սիրում է ընտանիքի անձնավորությունը, ուզում է ինչ-որ մեկ ում հետ որ տա կանգուն կունենա։ Այսքանը սիրելիներս, դե մարդիկ գալիս են, մնում է դուք ընդունեք։ Թույլ տաք այդ մարդկանց ձեր կյանք մտնել։ Խոսեք հետները, շփվեք հետները, երկու բառ որ խոսեք իրենց հետ, արդեն թեկուզ ոնց որ այդ պահին, այդ առօրյայում անպայման պետք չի ընկնել հետևից, ես քեզ սիրում եմ, վայ, գնամ ինձ մոստից կգցեմ եւ այլն, նման բաներ չէ, մարդու հետ շփվելը ուրիշ ձև գոյություն ունի։ Խոսեք առօրյայից եւ այդպեսով կհասկանաք, եթե թեկուզ դրսում ինչ-որ մեկին եք տեսնում հավանում եք, ուղղակի խոսեք այդ պահին ինչ-որ մի առօրյայից։ Ունեք ես ինքս մեկ անգամ տեսա, որ ուղղակի հենց այնպես այդ կին այնքան էր նայում այդ տղամարդուն, նայեց, էլ չդիմացավ, ասեց ինչ լավ եղանակ ա, չէ, այսօր։ Այդ մարդը շատ լավ սիրում եմ ես եղանակ այդ կինն էլ, ես էլ եմ սիրում, այդպես խոսակցությունը գնաց։ Եվ իրանք սկսեցին այդ խոսել։ Ես հիմա չգիտեմ այդ տղամարդը ամուսնացած էր թե ոչ, բայց այդ կինը ստեղծեց այդ կապը։ Եվ ինչ բանով, եղանակով։ Ընդամենը դրանով ինքը թեմա բացեց եւ խոսակցություն այդպես թեմայից հետո գնաց։ Ես դեռ իրենցից հեռացա, դեռ իրենք խոսում էին։ Այնպես որ այդպես է պետք ինչ-որ մեկի ոչ թե գնալ կպրշկել համարը դու սա արա նա արա, դա մեկ այլ հարց է, դա հաճ է, աղջիկն էլ է տհաճ, տղաներն էլ է տհաճ, կոսի սովը կպրշկել այնձանից։ Կփախնեն, այդպեսով ավելի հեռու կփախնեն։ Քան այն մարդու հետ, որ ուղղակի խոսես ինչ-որ մի բանից, ինչ-որ մի առօրյա թեմայից։ 1-2 հանդիպես, հետո մեկ ուրիշ տեղ էլի կարող ես հանդիպել, կամ ինադու այնպես անել որ հանդիպել, եւ էլի նորից վայ, ոնց որ էլի տեսանք, վայ, սենց, 1-2-3, որտեղ ես շտապում ես, չէ, մի բաժակ սուրճ խմենք, խոսենք կգնաս կամ չգիտեմ, եւ այլն, եւ հետո այդպես մարդիկ իրար հետ ավելի են մտերմանում։ Կամ բուն գնաս, ուզում եմ ծանոթանամ, անունդ ինչ է, կամ էջերով գրեք անունդ ինչ է, սա ինչ լավն է, ինչ գեղեցիկ է, մի հատ պոեմ, սենց դառնում եք պոետ, սենց ինչ-որ հետաքրքիր բան է, դա անիմաստ է բոլորի համար։ Առօրյա շփումն է, որ թեկուզ եթե իրար հետ եք աշխատում, էլի ինչ-որ մի բան գտեք իրար հետ շփվելու համար։ Այսքանը սիրելիներս, եկողը գալիս է, մնում է ընդունող լինի, պետք է ընդունեք, այսքանը լավ եղեք։ Իդեպ Աստված ուղարկում է նրանց, ում որ դուք պետք է ընդունեք ձեր կյանք, եւ նա գալիս է կամ ձեզ փորձության համար, կամ ձեզ դաս տալու համար, կյանքը սովորեցնելու համար եւ իմանալու ընդհանրապես հարաբերությունները ինչի վրա կարող են հիմնվել, ստեղծվել եւ ինչի վրա կարող է քանդվել։
դա ձեզ համար դաս լինի հաջորդ հարաբերությունները ճիշտ կառուցելու համար։ Այսքան էլ լավ եղեք։